Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, շտապում եմ ներկայացնել իմ այսօրվա հրաշալի հյուրին։ Երաժիշտ կանոնահար Նեկտարինե Չիլյան։ Նեկտարինե Չիլյան։ Նեկտարինե ջան, ո՞նց ես։ Բարև ձեզ։ Նորից։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շատ լավ։ Ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես ու ես համոզված եմ, որ մենք շատ հետաքրքիր ու լավ զրույց ենք ունենալու։ Շնորհակալ եմ։ Դու ես ուրախ։ Ես նույնպես շատ ուրախ եմ։ Շնորհակալ եմ հրավերքի համար եւ այս գեղեցիկ ստուդիայում ինձ ընդունելու համար։ Նեկտարինե ջան, ուրեմն բոլոր իմ հյուրերին ես առաջին են հարցերը տալիս եմ ու ասում եմ պատմիր քո մասին, որտեվ քեզ կարող է պրեմիերի տեսած լինեն, լսած լինել քո լավ կատարումները, բայց չիմանալ քո մասին։ Ու հետաքրքիր է, ամեն դեպքում հանդիսատեսը միշտ հետաքրքրվում է դրան, քո մասին պատմի։ Իմ մասին կարող եմ մի փոքր հետ գնալ մանկություն։ Իհարկե։ Մանկություն։ Տեսեք, երբ որ լսում ենք այս բառը, շատ-շատերը մանավանդ Հայաստանում մեծացած մարդիկ, չէ, ասում են բակ, բակեր, բակային խաղեր, ընկերներ եւ այլն։ Ինձ մոտ մի հատ այսպես ասոցացվում հայորդաց տուն, երաժշտական դպրոց, խմբակներ տարբեր, երգ, դաշնամուր, կանոն, երաժշտություն, այս օղակի շուրջ է պտտվել իմ մանկությունը եւ իմ դպրոցական տարիները անցել են այսպիսի երաժշտական, համերգային եւ շատ համերգային։ Օրինակ դպրոցում մասնակցում էի ոչ միայն իմ դասարանի կազմակերպող եւ իմ դասատուների կողմից կազմակերպող հանդեսներին, այլ ամբողջ դպրոցի կլիներ բարձր դասարան, ցածր դասարան։ Այսպես մի փոքրիկ պաշտոն էր, որը մեծ սիրով էի ստանձնել եւ ուրախ էի դրա համար։ Դու սովորեցիր երաժշտական դպրոցում։ Այո, սովորեցի երաժշտական դպրոց, ավարտեցի Հենց կանոնի բաժին։ Հենց կանոնի բաժինը, կանոն եւ երգ։ Ուրեմն, երբ որ մասնագիտության այսպես ընտրության առաջ ենք կանգնում, չէ։ Բոլորն էլ ուզում են ընտրել, հարց տվեցիք ինչու կանոն, հա։ Այո։ Մարդիկ մտածում են, չէ, արդիական մասնագիտություններ, հետագայում աշխատել եւ այլն, բայց սա իմ հոգու կանչներ ուղակի։ Չեմ դա ասում, որովհետև այդքան երաժշտական գործիքների մեջ, ասենք դաշնամուր, ջութակ, ֆլեյտա, բան, ինչ է հատկապես կանոն ընտրեցի, ինչ որ մեկից ոգևորված, ոգեշնչված, չգիտեմ, ինչ որ կուրք ունենալով, ինչի հենց այդ գործիքը սիրել ես մանկուց դու կամ։ Ասեմ, երբ մայրիկս նկատեց երաժշտական ընդունակություններս, այդպես սկսվեց խոսակցություն եւ սկսեցի հաճախել երգի խմբակ հայորդաց տան։ Եվ ամեն անգամ դասի գնալուց այսպես ընդմիջումներին, ամեն պատահած առիթի փախնում էի դասարանից եւ գնում էի կանոնի դասարանի դռանը ականջս դնում եւ այսօրվա պես հիշում եմ, իհարկե այն ժամանակ չգիտեի ինչ էին նվագում, բայց այսօր գիտեմ, որ նվագում էին Ավետիսյանի, Խաչատուր Ավետիսյանի էլեգիան, կար կանոնահարների անսամբլ այդտեղ եւ իրանք հենց իմ երգի դասի ժամին այդ գործն էին պարապում ու ես իսկապես սիրահարվեցի ու կանոնի հնչյունները ինձ տարան մի ուրիշ աշխարհ։ Այդտեղից սկսվեց։ Սկիզբը դա էր։ Քո գործիքը սիրում ես։ Շատ։ Տան շատ ես պարապում տունը, շատ ես աշխատում։ Հիմա Ինչքան որ հասցնում եմ։ Մարդիկ կան, որ տաներ ժամերով 10-12 ժամ պարապում են, ամեն օր։ Այդպես 10-12 չէ։ Այդ ժամանակը հաստատ անհնար է տրամադրել այդքան, մանավանդ այստեղի լարված կյանքում, բայց ամեն օր գործիքին։ Երաժշտական որ դպրոց ավարտեցիր։ Արարատյան մասիվում կար արվեստի դպրոց։ Դա էր իմ երաժշտական դպրոցը։ Ով է եղել քո առաջի ուսուցիչը։ Շատ հետաքրքիր է, որ հենց այս հարցը տվեցիք։ Ես կորցրել էի իմ առաջին ուսուցչուհուն։ Չգիտեի որտեղ է նա, ուզում էի մի օր ձայնը լսել, զանգել, խոսել, պատմել իմ մասին, ոչ ինքը ինձանից լուր ուներ, բնականաբար, ոչ էլ ես իրանից։ Հասմիկ Պետրոսյան։ Եվ հենց այս վերջերս ես գտա նրան, կապնվեցի։ Երկար ժամանակ կապ չկար, մի ամբողջ կյանք։
չգիտեի որտեղ է, ինչով է զբաղվում։ Հետաքրքիր էր, որ հենց այդ հարցը տվեցիք։ Նա եղել իմ առաջին ուսուցչուհին, որին շնորհակալ եմ։ Երախտապարտ։ Այո։ Ընտանիքիդ մասին կուզենամ երկու բառով։ Գիտեմ մի աղջիկ մի տղա ունես, էլի երաժշտական հակումներ ունեն։ Բալիկներս սիրում են երաժշտություն։ Ինչ տարիք են, մեծ են։ 14 տարեկան եւ 10, 14 տարեկան աղջիկս է, 10 տարեկան տղա։ Ահա, կա երաժշտական ունակություններ ունեն։ Աղջիկս շատ է սիրում երգել եւ դաշնամուր է նվագում։ Իհարկե չգիտեմ ուր կտանի, որ ճանապարհով կգնա եւ տղաս հարվածային գործիքներ է սիրում ու նվագում։ Շատ լավ է։ Ամուսինդ էլ արվեստագետ։ Այո։ Ամուսինս հանդիպել ենք կոնսերվատորիայում։ Ավելի լուրջ արվեստագետ մասնագիտությամբ։ Ավարտել ես Երևանի կոնսերվատորիան, հա։ Այսպես ասեմ, մինչև կոնսերվատորիա ընդունվելը ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանը, կանոնի բաժինը։ անվան կոնսերվատորիա սովորել ես։ Այո։ Շատ լավ։ Բացի երաժշտությունից էլ ինչ-որ գործ կա, որ զբաղվում ես։ Նկատի ունեք, միայն զբաղվում եմ երաժշտությունով։ Կա կատարողական հատված եւ կա մանկավարժական գործունեություն։ Հա, այսինքն ունես այդտեղ դպրոցել ունես կամ աշակերտներ ունես, մասնավոր պարապում ես, հա։ Այո։ Հա, տա։ Ուրեմն որ նոր էի տեղափոխվել Միացյալ Նահանգներ, դե բոլորը գիտեք, խորհուրդներ են տալիս, փորձում են հասկանալ ինչով կարող են օգնել։ Ահա։ Ասում են լավ, կանոն, երգ, բա դա գործ է, նորմալ մասնագիտություն է պետք սովորել, աշխատանք է պետք ունենալ։ Երգը նորմալ գործ չէ, հա, իրաց համար։ Դե նկատի ունեին աշխատանք, գրասենյակային, չգիտեմ, ինչ եմ պատկերացնում։ Որևէ օֆիսում բան, մի որևէ գործ է։ Եվ իմ պատասխանն ինչ էր, բա դա կյանք է։ Ես ապրել եմ ուզում։ Եվ դա դարձրել էին հումոր, ով որ լսել էր այդ իմ խոսքերը, ապրել ասելով մարդին չէ հասկանում։ Ամեն մեկի համար մի սցենար ունի, չէ՞ կյանքը։ Երգ։ Ճանապարհը հեշտ չէր։ Տեղափոխությունը իհարկե բոլորի համար է բարդ, սակայն արվեստում գտնվող մարդկանց համար, ստեղծագործ մարդկանց համար առավել բարդ է։ Իսկ երբ եկաք, շուտ եք եկել Հայաստանից։ Վաղ 2000-ականներին։ Այդ ժամանակ ամեն ինչ մի քիչ այլ էր, քան հիմա։ Այսինքն մի 25-26 տարի այստեղ եք, հա։ Չեմ ապրել հենց մի անգամից, եկել գնացել եմ, մինչև որ կարողացել եմ մի փոքր ադապտացվել եւ հարմարվել։ Ահա։ Այսինքն քանի տարի արդեն որ հիմնական եք։ Այո։ 15-16 տարի է, որ արդեն։ Ու մի անգամից անցար քո գործունեության, այսինքն երաժշտությանը։ Փոքրիկ քայլերով սկսեցի դասավանդել տարբեր դպրոցներում։ Այդպես էլ չհանգեցի նրան, որ ինձ պետք է ուրիշ մասնագիտություն։ Այնպես էր, որ հեշտ չի եղել ճանապարհը, երբ որ որոշեցի, որ պիտի դառնամ կանոնահար, մտքից ծայրով անգամ չէր կարող անցնել, որ մի օր այս գործիքը ինձ հետ կլինի միջազգային բեմերում։ Ոչ միայն հայ համայնքի եւ հայերի շրջանակում, այլ նաեւ դրանից դուրս։ Այսինքն, հա, գնում եք շրջագայությունների խմբի հետ էիր գնում, թե։ Տեսեք, շատ մեծ է հետաքրքրությունը այսօր այս գործիքի նկատմամբ։ Վերջերս նվագեցի մի նվագախմբի հետ, UCLA համալսարանի նվագախումբն էր, որտեղ նվագում էին տարբեր երաժշտություններ, բնականաբար ոչ հայկական, եւ օտար մի ստեղծագործող ընդգրկել էր կանոն գործիքը հենց այդ գործի համար։ Վիդեո գեյմեր կան, որ երեխաները շատ խաղում են, գիտեք, ինչ հարուստ երաժշտություն ունի նվագախմբային։ Սա այդպես կարող եմ նշել, բոլորովին վերջերս հրավերք ստացա նվագելու ասորական օպերայում։ Մի րոպե մենք ընդվիճենք, այդ շատ հետաքրքիր էր դա ինձ համար, հենց դրանով էլ կսկսենք մեր երկրորդ բաժինը, եթե կարելի։ Իսկ այժմ ասենք գովազդի։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդեն եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը շատ հաճելի մի երաժիշտի հետ, երաժիշտ կանոնահարուհի, Նեկտարինե Չիլյանի հետ։ Գովազդը արդեն եթերում։
Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Նեկտարինե Չիլյանի հետ։ Նեկտարինե ջան, դու սկսեցիր քո ելույթը, ինչ որ տեղ ելույթներից քո բան, երբ խոսում էինք առաջին բաժնում, հիմա ես ուզում եմ դա շարունակենք։ Այո, ուրեմն ասացի, որ հրավերք ստացա նվագելու ասորական օպերայի պրեմիերայում։ Շատ հետաքրքիր էր, իհարկե ցանկացած համերգի առաջարկ տարբեր են համերգները, բազմաբովանդակ, բազմաբնույթ, բայց երբ որ հրավերք է ստանում ոչ հայկական պրոյեկտի շրջանակներում, արդեն հետաքրքրությունը ավելի է մեծանում, թե ինչպես, ոնց, քանի որ ես նվագում եմ հայկական կանոն։ Երբ որ առաջարկը եղավ եւ ես փորձում էի հասկանալ ինչ է պահանջը, հասկացա, որ այս գործը ոչ թե իմ կանոնի համար է գրված, այլ միկրոտոնալ գործիքի համար։ Այսինքն, եթե մի փոքր մասնագիտական ասեմ, մեր հայկական կանոնը ինքը ունի 12 տոնային համակարգ, միայն դիեզ եւ բեմոլ կիսատոներ, այս գործիքը ունի 12 ամեն նոտան բաժանված է 12 մասի։ Պատկերացնում եք, ընդհանրապես կես տոն իջացնել բարձրացնելու հնարավորությունից դուրս դու կարող ես իրան 12 մասի բաժանել, որը չունի մեր հայկական կանոնի այդ հնարավորությունը։ Ես շատ կարճ ժամանակահատվածում ձեռք բերեցի այդ գործիքը, միկրոտոնալ կանոն, որը հայկականի հետ բացարձակ կապ չունի եւ գիշեր-ցերեկ սկսեցի աշխատել այդ օպերայի ստեղծագործության վրա ու իրանք ինձ պատասխան չէին տալիս կնվագեմ ես այդ համերգի ներկայացմանը թե ոչ շատ հետաքրքիր եղավ որ ստացվեց ինձ մոտ տիրապետել այդ գործիքին եւ մասնակցություն ունեցա Cerritos Performing Arts Center-ում Քո աշխատասիրությամբ հասար դրան նվաճեցիր լավ հիմա կարող ենք որևէ ստեղծագործություն լսել քո կատարմամբ Իհարկե Ինչ ես նվագելու Երբ որ ասում ենք կանոն, առաջին ստեղծագործությունը, որ բոլորը ասում են, «Էշխեմետ նվագում ես, էշխեմետ կարող ես նվագել»։ Իհարկե շատ ուրախ եմ, որ կանոնի ծրագիրը շատ է ընդլայնվել ի շնորհիվ մեր ներկայիս ստեղծագործող երաժիշտների։ Իհարկե, քանի որ խոսեցինք այս մասին, ասեմ, որ մեծ ավանդ ունի կանոնի զարգացման գործում Խաչատուր Ավետիսյանը։ Մենք մեծացել ենք իր իսկ ստեղծած ձեռնարկը ուսումնասիրելով եւ այդ երգերը, այդ ստեղծագործությունները սովորելով ու դա ինքը ժողովրդական գործիք է, ճիշտ է, բայց քանի որ ունենք այսպիսի հրաշալի կոմպոզիտորներ, գեղեցկական, ժողովրդական դաշտից անցել է կոմպոզիտորական պրոֆեսիոնալ, ստեղծագործվել են պիեսներ, կոնցերտներ, ունենք հրաշալի ռեպերտուար այսօր այս գործիքի համար։ Փորձեմ
Բրավո, շատ լավ էր Նեկտարինե ջան, շատ լավ էր, շատ շնորհակալություն, շատ մեծ բավականություն ես ստացա։ Հուսով եմ նաև հեռուստադիտողը։ Ապրես։ Շնորհակալ եմ շատ։ Ստացի Սայաթնովա Աշխեմետ ստեղծագործությունով, հետո մի փոքր անցում ասեմ, որ ուղակի համապատրաստից միացրեցի մի քանի ստեղծագործություններ։ Երկրորդը կոչվում էր Հոգիակս, որից մի փոքր հատված նվագեցի Շուշանիկ Սաղաթելյանի եւ վերջում իհարկե լսեցիք Կոմիտասի Շուշիկից հատված, որը Ծովինար Հովանեսյանի մշակումն էր։ Այն որ երկրորդ մասին անցար, ինձ թվում էր, այս այն բալենին կանցնես Խաչատուր Ավետիսյանիններ, չէ՞ բալենի։ Բարային աման։ Այն որ պամ ինձ թվաց այդ կմտնես, դա։ Մյուս անգամ։ Մյուս անգամ։ Ուզում եի հարցնել, դու ինչ մեդալներ, մրցանակներ, դիպլոմներ ինչ ունես ստացած։ Ուսանողական տարիներին ակտիվ մասնակցություն եմ ունեցել տարբեր մրցույթների եւ երբ որ Ռոմանոսում էի սովորում, այդ ժամանակ մրցույթ էր կազմակերպված հանրապետական ժողովրդիկների համար եւ ոչ մեկին թույլ չէին տալիս մասնակցել, քանի որ կոնսերվատորիայի բարձր կուրսի ուսանողների համար էր այդ մրցույթը ավելի շատ, բայց իմ շատ սիրելի դասախոս Անահիտ Նանագուլյանը թույլ տվեց, որ ես մասնակցեմ եւ ուրախ եմ դրա համար, քանի որ ունեցա հաջողություն։ Այսպես Մրցանակ ստացար։ Դիպլոմ։ Այո, Շատ լավ է։ Ասացիր, որ աշակերտներ ունես, շատ են աշակերտներ։ Թվականակ, այսպես չեմ ասում, չեմ կարող ասել, ուրեմն իմ աշխարհը, այսպես ասած, իմ պատկերացրած աշխարհը ինչքանով կատարյալ է կամ ոչ, երջանկացնում է ինձ այսօր։ Ունեմ հրաշալի աշակերտներ, դասավանդում եմ կանոն, դաշնամուր, շատ լավ։ Երգ վոկալ, երաժշտական փոքրիկ աշխարհ ինձ համար ստեղծված։ Եղավ Նեկտարինե ջան, ավարտեց նաև երկրորդ մասը, տեսնես ինչ արագ անցավ։ Շատ արագ անցավ, ինձ թվում է եւս մի հանդիպում եմ ես պետք։ Անպայման։ Հիմա ասենք նորից գովազդի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդ ERTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ զրույցս Նեկտարինե Չիլյանի հետ։ Գովազդ ERTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Նեկտարինե Չիլյանի հետ, շատ հաճելի մի անձնավորության հետ։ Նեկտարինե ջան, քեզ համար ամենաթանկ մարդիկ աշխարհում ովքեր են։ Ծնողներս, ընտանիքս, երեխաներս։ Բարձր, դե ինչ։ Ապրես բոլորի համար էլ դրանք են։ Իզուր էլ այդ հարցը տվեցի, չէ՞, չնայած մարդկա ուրիշ բան ասում, ինձ հետաքրքիր էր ուղղակի։ Ունես տեսահոլովակներ նկարած, կլիպներ ունես։ Ոչ։ Ինչի՞ բա, պետք է ունենաս։ Տեսեք։ Դե աշխատես այդ ուղղությամբ։ Ունենալով ակտիվ գործունեություն իմ ասպարեզում, թե որպես կատարող երաժիշտ, թե որպես մանկավար, երբեք չեմ մտածել հանրայնության, ճանաչողության, միգուցե սխալվել եմ այդ հարցում, բայց չեմ արել քայլեր այդ ուղղությամբ։ Թե իթող արվեստագետ ես, եթե ուզում ես երկար քայլես արվեստում ու լինես ճանաչված, սիրված, պետք է ունենաս, դրանք պետք է ունենաս։ Առանձն մարդիկ դրանցով են առաջ գնում, դրանցով են ճանաչվում։ Տունը նստելով մենակ քո այդ մեկ-երկու համերգներով դու չես կարող ճանաչվել։ Շատ ճիշտ եք։ Կարծում եմ կաշխատեմ այդ ուղղությամբ, դա բաց թողումն է, ուղղակի շատ բաներ եմ միանգամից հասցրել եւ հասցնում այն աշխարհը, որը ինձ համար ստեղծել եմ, այսպես ասած, ընտանիքս, աշակերտներս եւ այն տարածքը, որ կոչվում է բեմ, ինձ լիովին զբաղված եմ պահում, բայց պետք է աշխատել այդ ուղղությամբ, ոչ միայն ճանաչողություն ձեռք բերելու համար, այլ ինչու՞ չէ ժառանգություն թողնելու, գալիք սերնդին օրինակ լինելու, եթե կա դրա պահանջը, անպայման պետք է։ Հենց ես հիմա էլ ուզում եմ ես այդ հարցը տայի, թե այսօրվա մեր երիտասարդ կանոնահարների մեջ նրանց մասին ինչ կարող ես ասել։ Կան այսօր լավ կանոնահարներ, լավ երաժիշտներ, երիտասարդ են մարդիկ, որոնք գալու են փոխարինեն, ասենք քեզ։ Ասեմ, որ շատ ուրախ եմ տեսնել եռուզեռ աժոտաժ բոլոր ուսումնական երաժշտական հաստատություններում հենց կանոնի բաժնում։ Երբ ես էի ուսանող,
շատ քիչ էինք մենք եւ կարծես սկսել էին արդեն չճանաչել այդ գործիքը։ Մենք երաժիշտները գիտեին դա ինչ գործիք է, ինչ շատ էին հարցնում, այդ ինչ տուփա ձեռքդ, տուփ, չէին էլ ասում այդ ինչ գործիք է։ Եվ այդ ինձ մեծ ցավ էր պատճառում, բայց ուշադրություն չէի դարձնում դրան։ Ես գիտեի, որ այսօրը գալու է, որ այս գործիքը ավելի մեծ ճանաչում է ունենալու, դուրս է գալու Հայաստանի սահմաններից։ Արևելյան երկրներ։ Ինչպես դուրս եկավ, չէ՞, ի շնորհիվ նաև մեր Ջիվան Գասպարյանի, մեր մեծ լեգենդ Ջիվան Գասպարյանի։ Դուդուկին էլի կան, բայց թարի հաշվով կամ կամանչաբան ոնց որ հիմա ես այդ գործիքները չեմ ուզում որ մոռացվեն, այդ հայկական սիրուն այդ գործիքները։ Հուսով եմ, որ այդ գործիքներն էլ կլինեն այնպիսի տեղում, որտեղ որ այսօր կանոն է եւ դուդուկն է։ Նոր սերնդի համար ասացի, շատ ուրախ եմ նրանց համար, որ այսպես նվագում են, հետաքրքրված են, սիրում են, երբ որ Երևանում այսօր քայլում ես 10 րոպեն մեկ հաստատ կհանդիպես մեկի ձեռքի այդ գործիքը եւ ոչ մեկ չի հարցնի դա ինչ է, բոլորը ճանաչում են։ Նվագում են, լավն են, շատ լավն են եւ ինչու՞ չէ, իրենցից էլ է կարելի սովորել նոր բաներ։ Մեկ խորհուրդ ունեմ, որ ինչ էլ որ նվագելն, թե կնվագեն rock and roll, թե կնվագեն միջազգային դասական գործեր, չկորցնեն գործիքի համն ու հոտը, միշտ պահեն այն հնչողությունը, որի համար որ ծնվել է գործիքը։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ նաև հարցնել, թե դու պատրաստել ես իրական պատմություն պատմեիր։ Իրական պատմություն։ Եվ մեկ էլ անեկդոտ։ Մեկ էլ անեկդոտ պատմես։ Տեսեք, եթե հիմա լիներ ես դեպքը ինձ հետ, չէր գրանցվի այսպես ինչ-որ մի կարևոր պատմությունների շարքում, բայց ուսանող էի Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, չեմ հիշում, երկրորդ կուրս, թե երրորդ կուրս։ Մեր բաժնի ղեկավարը իմ շատ սիրելի մայստրո Գևորգ Մանասյանը մոտեցավ ինձ դասի ժամանակ, ասեց այսօր համերգ ունենք, բացի ուժագործիքների բաժնի ղեկավար լինելուց, նաև դիրիժորն էր Երևանի գուսանական երգի պետական նվագախմբի, ասեց այսօր համերգ ունի խումբը եւ կանոնահարը հիվանդ է։ Կներեք, չասեց այսօր համերգ կա, ասաց համերգ կա, բայց կանոնահարը չի կարող ներկա գտնվել, դու կարող ես։ Ասեցի, հա, ինչի՞ չէ։ Բայց երբ է համերգը, ասեց, այսօր։ Ինձ առավոտյան ասում է, որ երեկոյան համերգ կա։ Բան չկա, ասեց, մի մտածի։ Մի հատ կանոնի սոլո կա, իմ տոնական նախերգանքն է, դա գիտես։ Բա հետո ասեցի, մայստրո, երկու բաժին համերգ կա, բայց կնվագես, չմտածես, ասեց։ Շատ տպավորիչ էր այդ օրը ինձ համար, որովհետև ոչ միայն ուսանող կարգավիճակով նվագելու էի մեծ վարպետների հետ, այլև ոչ պարապելու ժամանակ ունեի, ոչ պատրաստվելու ժամանակ ունեի, համերգը Սնդուկյանի անվան թատրոնում էր, պոեզիայի երեկո, որտեղ ուղեկցվում էր ասմունքողներ, բաներ էին ներկա։ Ասմունքողներ, այո, Իսահակյանն էին ասմունքում, Տերյան, շատ հաճելի երեկո էր։ Ու այդտեղ ես ինձ ասեց, որ Ես պետք է լողաս, պատկերացրու ընկել ես ջրի մեջ ու ինչ պիտի անես, հո չես խեղդվելու, այդպես էլ եղավ եւ ճակատագրական էր, կարելի է ասել այդ օրը, որովհետեւ մինչեւ Միացյալ Նահանգներ տեղափոխվելը այդ նվագախումբը ինձ համար դարձավ աշխատանք եւ ընտանիք եւ տարիներ ես աշխատեցի այդտեղ։ Ճակատագրական եղավ քո համար այդ այո համերգը, այդ երեկո։ Լավ, անեկդոտ կարող ես պատմել հետաքրքիր, այսքան նոր կանացի սիրուն ես երաժշտություն նվագելուց հետո հանկարծ ասում ես անեկդոտ պատմի, պետք է պատմես։ Դժվար բան եք ասում, անեկդոտների վարպետի կողքին նստած պետք է փորձեմ, բայց հա։ Ընկերներով նստած մեկը որոշում է ինչ-որ պատմություն պատմել։ Դե ասում է անցած տարի, ասում են անցած չէ, անցած։ Լավ, Սեպտեմբեր ամսին, դե սեպտեմբեր չէ, սեպտեմբեր, դե հա, մի դեմք տեղի ունեցավ։ Դեմք չէ, դեպք ասում են, դե որ գիտեք, դե պատմեք էլի ասում։ Դե որ գիտես պատմել ինչ ես ընկես։ Դե որ գիտեք պատմեք էլի։ Չունես էլ իսկան անեկդոտների մեջ մենակ սա գիտեիր, մի հատ էլ գիտես, չէ՞։ Իսկ դեպք նորից կարող ես մի որևէ դեպք էլ պատմել։ Մի դեպք էլ պատմեմ։
Կարճ, շատ կարճ, որտեղ մեր ժամանակ արդեն սպառվեց։ Լավ։ Նորից հետ գնանք ուսանողական տարիներ, երբ որ ես արդեն աշխատում էի նաև նվագախմբում, ամբողջ օրվա դասերից եւ այլն առօրյայից հետո երեկոյան ունեի համերգ։ Ուրեմն դասեր, հետո փորձ, հետո համերգ եւ բավական սոված էի։ Ինքերս զանգ տվեց, ասեցի ընդամենը 7 րոպե ժամանակ ունեմ եւ ահա որ քաղցած եմ։ Ասեց լավ, ֆոյում երկչախմբային ընկերությունում էր համերգը, ասեց ֆոյում սպասի, հենց հիմա գալիս եմ։ 5 րոպե հետո ներս են մտնում կարմիր բերետայինները, ընկերոջս հետ միասին, ու իր ձեռքին ինչ-որ ուտելու մի բան։ Ես էլ արդեն մոռացած սովածության մասին, ասում եմ, ինչ է պատահել։ Ուրեմն արագ ինչ-որ մի բան է վերցնում ու քանի որ ժամանակս կարճ է, ինչքան ուժ ունի վազելով, որ ես հանկարծ բեմ չբարձրանամ առանց մի բան ուտելու։ Այս աշխատողները ուզում են կանգնացնել, մտածում են ինչ-որ բան է գողացել, ձեռքի ինչ-որ բան այդքան արագ վազում է, թե ինչ է, ասում են կանգնի, չի կանգնում, ասում են կանգնի, չի կանգնում։ Ասում եմ ի՞նչ է կատարվում, մի հատ, չգիտեմ, որքանով եմ կարողանում ներկայացնել, բայց մի հատ շոու տեղի ունեցավ այդտեղ, որ իրանք էլ փոշմանեցին, թե ինչքան են տանջվել այդ մի փոքր բանի համար, որ կասկածել են, թե գողոն է կամ հանցագործություն։ Դե լավ, Նեկտարինե ջան, ավարտվեց մեր ծրագիրը։ Ցավով ասում եմ, բայց ավարտվեց։ Հիմա մնում է ինձ շնորհակալություն հայտնել քեզ եւ չգիտեմ, դու արդեն երկար տարի այստեղ ապրելով դիմանաս, որ Քենեթ Վիլիջ ծաղկի սրահ գոյություն ունի, հենց Քենեթ փողոցի վրա, Քենեթ Վիլի ծաղկի խանութ սրահ։ Եվ նրանք միշտ մեզ համագործակցում են մեր հետ։ Ես նրանց կողմից ու մեր կողմից ուզում եմ քեզ հասնել մի համեստ ծաղկի փունջ։ Շնորհակալ եմ շատ։ Ու շնորհակալություն հայտնել, որ չմերժեցիր ու եկար մասնակցելու այս ծրագրին։ Խնդրեմ։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար, շատ գեղեցիկ ծաղիկներ են, շնորհակալություն։ Ես հաջողություններ։ Սպասում եմ քո մենահամերգին։ Շնորհակալ եմ։ Դե ինչ բարեկամներ, ավարտվեց եւս մեկ ծրագիր, իմ հյուրն էր կանոնահարուհի Նեկտարինե Չիլյանը։ Այժմ ասեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Մարդը կարող է բարձր ծիծաղել, բայց ներսում անբժշկելի տխրություն ունենալ։ Իսկական երջանկությունը լռության մեջ է ծնվում։ Չարլի Չապլին։ Այսքանը բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Ինչ է եղել, Վարպետ ջան։ Լավ եք։ Ինչը։ Ինչ է եղել։ Դու մի հատ անեկդոտ եմ հիշել, աղջիկ ջան։ Շատ շուտվա անեկդոտ է, հանկարծ միտս ընկավ, սկսեցի ծիծաղել։ Լավ, դե պատմեք։ Պատմեմ։ Հա, ես եմ ծիծաղ։ Դե լսի, դու ես ուզում ծիծաղել։ Ուրեմն ամուսինը աշխատանքից գալիս է տուն։ Հոգնած, տանջված, սոված, կրտնած, կարմրած, հազիվ մի կերպ իրան գցում ատուն, տեսնում է կինը մի ուրիշ տղամարդու հետ։ Սես նայում ասրանց ասում է, երդեք ձեր հավեսին։